Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տաժերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Հյուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ ափսեի ներդրումը եւ երեխային տեղափոխումը պարզ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ։ Նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմի շրջանակում այսօր կզրուցենք աշուն ձմեռ ժամանակահատվածում սիրտանոթային համակարգի հիվանդությունների սրման մասին։ Շատերը իրականում ավելի հաճախ են զգում սրտի այն նոպաները, կծկումները, խնդիրները, որոնք ունեցել են, սակայն ամռան շրջանում միգուցե փոքր-ինչ մոռացել էին այս խնդրի մասին, ինչպես նաև զարկերակային բարձր ճնշում եւ այլն այս ամենը անհանգստացնող երևույթներ են, ինչպես պայքարել դրանց դեմ եւ որոնք են ամենաանհանգստացնող խնդիրները։ Թեմայի շուրջ զրուցել եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի սրտաբան էխոկարդիոգրաֆիստ Հարություն Ղազարյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք Ես շնորհակալ եմ։ Եվ հանրության հետ միասին պետք է հասկանանք, թե որոնք են սիրտանոթային համակարգի ամենատարածած խնդիրները այս հատվածում, որոնք են առավել պատշաճ ուշադրության կարիք զգում եւ վտանգավոր են իրականում, եթե անտեսեն, խնդրեմ։ Ինչպես շատ պաթոլոգիաներ, այնպես էլ սիրտանոթային համակարգի հիվանդությունները բնականաբար ձմռան ամիսներին սրվում են ավելի։ Դրանց կապված են մթնոլորտային ճնշման տատանումների հետ, եղանակային կտրուկ փոփոխությունների հետ եւ օրգանիզմի ռեակցիան ցուրտ եղանակի բնականաբար ավելի ինտենսիվ է լինում, անոթային տոնուսը ավելի է բարձրանում եւ սիրտանոթային համակարգի հիվանդություններից մասնավորապես զարկերակային ճնշման տատանումներն են ավելի հաճախ լինում, հիմնականում բարձրացման ձևով։ Պարբերաբար ճնշումը, չափելը, հետևելը կարող է այս խնդիրները կանխարգելել, դրա անհրաժեշտությունը որքանով կա։ Բնականաբար պարբերաբար ճնշումներ չափելը մենք խորհուրդ ենք տալիս մեր բոլոր բուժառուներին եւ առհասարակ բոլորին, որովհետեւ հաճախ լինում են դեպքեր, որ զարկերակային ճնշումը որևէ ձևով կլինիկորեն չի արտահայտվում եւ մարդը վստահ է, որ ինքը չունի զարկերակային ճնշում, սակայն պատահական չափումների ժամանակ մենք արձանագրում ենք բարձր բավականին ցուցանիշներ, այդ իսկ պատճառով զարկերակային գերճնշումը նաև համարվում է թաքնված մարդասպան, ինչու համար, որովհետև չեն զգում մարդիկ իրենց մոտ առկա ճնշումը եւ աստիճանաբար դրա բարձր ճնշումը բերում է սիրտանոթային տարատեսակ պատահարների առաջացման, ընդհանուր միջև մահվան։ Ահա, բժիշկ այս շրջանում նաև շատ իրենց հաճախակից զգացնել են տալիս արիթմիաները, այո։ Այո։ Դա նույնպես կապված է մթնոլորտային ճնշման եղանակային փոփոխությունների հետ։ Այո, վերցնենք մթնոլորտային ճնշման տատանումները անմիջական ազդում են սիրտանոթային համակարգի վրա եւ սիրտը այն զգայուն օրգաններից մեկն է, որը որ փոքր տատանումներին արձագանքում է, այո, ձեր նշած արիթմիաների ձևով եւս։ Եվ հիմա արիթմիաների առաջացման դեպքերը եւս շատացել են։ Այո, դիմելիությունը նույնպես, այո, այս շրջանում շատանում է։ Ես ձեզ ներկայացնելիս նշեցի նաեւ էխոկարդիոգրաֆիստ։ Մի փոքր խոսենք հետազոտման այս տեսակի մասին, սա կարող է մարդը պարզապես պրոֆիլակտիկ առումով դիմել այս հետազոտության, հատկապես այս շրջանում, երբ նշում ենք խնդիրները շատացել են, թե միայն բժշկի ցուցումով պետք է կատարվի։ Այո, ցանկալի է նաև պրոֆիլակտիկ եղանակով անցնել էխոկարդիոգրաֆիկ հետազոտություն։ Էխոկարդիոգրաֆիան սրտի սոնոգրաֆիկ անցավ մեթոդներից է, որը մեզ հնարավորություն է տալիս հայտնաբերելու սրտի կառուցվածքը, փականային ապարատի խնդիրները, հայտնաբերել սրտում տարատեսակ գոյացություններ, տրոմներ, ինչպես նաև գնահատել սրտային անբավարարության ժամանակ բուժման
ճնշման էֆեկտիվությունը։ Ուստի խորհուրդս է, որ ոչ միայն գանգատների դեպքում, այլ նաև պրոֆիլակտիկ, հատկապես եթե կա ընտանիքում ժառանգական սիրտանոթային տարատեսակ պատահարներ, դիմել սրտաբանի եւ անցնել էխոկարդիոգրաֆիկ հետազոտություն։ Բժիշկ, ինչ կասեք Հոլտեր հետազոտության մասին, այն նույնպես շատ ակտուալ է դարձել, որ դեպքերում այն կիրառվում, նաև այս տարբերությունը խնդրեմ ներկայացրեք հանրությանը ներկայացնենք, թե էխոկարդիոգրաֆիա եւ Հոլտեր հետազոտություն, որը որ դեպքում է կատարվում։ Էխոկարդիոգրաֆիկ հետազոտությունը, ինչպես նշեցի, հայտնաբերում է հիմնականում կառուցվածքային խնդիրները սրտում, սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ կծկողական ֆունկցիան են գնահատում, իսկ Հոլտեր հետազոտության դեպքում մենք հիմնականում գնահատում ենք սրտի ռիթմի եւ հաղորդականության տարատեսակ խանգարումները, որովհետեւ լինում են արիթմիաներ, որոնք հիվանդը պարզապես չի զգում, եւ մեր կատարված էլեկտրոսրտագրությունը, որը որ ֆիքսում է մի քանի վայրկյան անց, այսինքն սրտի աշխատանքը, լինում են դեպքեր, որ դա լինում է նորմալ, իսկ Հոլտեր հետազոտությամբ հայտնաբերվում են բավականին լուրջ արիթմիաներ։ Հոլտեր հետազոտությունը դա 24-ժամյա հետազոտություն է, որը 24 ժամվա ընթացքում գրանցում է սրտի ռիթմը եւ հաղորդականությունը, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս նաեւ գնահատելու անցողիկ իշեմիկ վիճակներ, այսինքն սնուցման խանգարումներ եւ Այո, իսկ Հոլտեր հետազոտության ժամանակ բժիշկը որևէ ցուցում անում է, ենթադրենք ավելի ակտիվ քայլել այդ օրը եւ այլն, որպեսզի արդյունքը ավելի նկատելի լինի, թե մարդը ապրում է հենց այն բնականon կյանքով, ինչ ինքը սովոր է, թեկուզ դա լինի пассив կյանք։ Տեսեք, սովորաբար մենք մարդկանց այն մարդիկ, ովքեր անցնում են Հոլտեր հետազոտությունը, խորհուրդ ենք տալիս ապրել այնպես, ինչպես առօրյան է իրանց, այսինքն այո լինում են դեպքեր, որովհետեւ մենք երբեմն մենք խրախուսում ենք ֆիզիկական ակտիվությունը, որովհետեւ պացիենտներ կան, որոնք նշում են ֆիզիկական ակտիվության ժամանակ է առաջանման երևույթները, որոնց համար հիմնականում դիմում են բժշկին, հա, դրանք արիթմիաների ինտենսիվության ուժեղացումն են, արագասրտությունը, դանդաղասրտությունը, ինչպես նաև ուշաթափություններ ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Այդպիսի դեպքեր են, այո, լինում դա որովհետև լինում են արիթմիաներ, որոնք որ առաջացնում են գլխուեղի արյունաշրջանառության խանգարումներ եւ մարդը կարող է ունենալ ուշաթափության նոպաներ եւ ժխտելու համար սրանք արդյոք սրտային պատճառ ունեն թե ոչ, մենք խորհուրդ ենք տալիս նաեւ Հոլտեր հետազոտությունը իրականացնել։ Բժիշկ կան ախտանշաններ, որոնք մարդը եթե նույնիսկ չի նկատում սրտի հետ կապված խնդիրը, այնպես դուք նշեցիք, ենթադրենք արյան զարկերակային բարձր ճնշումը կարող է չնկատել միգուցե նաեւ սրտի հետ կապված խնդիրները, ախտանշաններ, որոնք մատնում են այս մասին եւ ազդակ են ուշադիր լինել։ Սիրտանոթային համակարգի հիվանդությունների մասին հուշող տարատեսակ ախտանշաններ կան, սակայն այո, ինչպես նշում եք, դրանք հիմնականում բաց են թողնվում հիվանդների ուշադրությունից։ Դրանք կարող են լինել թեթև ոտքերի այտուցը, գիշերային հազերը, քայլելիս առաջացող սրտխփոցները, զարկերակային ճնշման տատանումները, այս բոլոր դեպքերում պարտադիր է դիմել սրտաբանին։ Այո, դրանք ամենատարածված ախտանշաններն են, այո։ Եվ քանի որ մեր թեման հենց սկզբից որոշել ենք աշունձ մեր ժամանակահատվածում սրտի խնդիրները, կցանկանայի նաև ուղղորդեիք մարդկանց այս շրջանում ինչպես կազմակերպել կենցաղը, առօրյան կյանքը, որպեսզի գոնե մասամբ այս խնդիրներից զերծ մնալ։ Քանի որ գտնվում ենք անցումային շրջանում եղանակային, իմ խորհուրդն է, որպեսզի բոլորը հետևեն իրենց զարկերակային ճնշման ցուցանիշներին, բարբերաբար ընդունեն իրենց նշանակված դեղորայքը, որևէ պարագայում չընդհատել դեղորայքային թերապիան, այդ տեսեք շատ հաճախ պացիենտները դիմում են մեծ բարձր զարկերակային ճնշման թվերով, նշելով, որ մի քանի օր չեն ընդունել դեղորայքը։ Սա կոպիտ սխալ է, որովհետև բարձրացնում է գլխուեղի անաշրջանառության սուր խանգարումների առաջացման ռիսկը եւ ինսուլտների հավանականությունը մեծանում է։ Ուստի որևէ պարագայում պետք չէ ինքնուրույն ընդհատել դեղորայքային թերապիան։ Շատ կարեւոր է նաեւ հետևել սննդակարգին, սննդի մեջ մաքսիմալ ձևով նվազեցնել աղի քանակը, որովհետև աղը եւս նպաստում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմանը։ Սննդակարգի մեջ ներառել առավելապես ծովամթերքներ, բուսական սննդամթերք եւ հնարավորինս հրաժարվել կենդանական ճարպոտ սննդից։ Սրանք կնպաստեն այս խնդիրների գոնե փոքրինչ քչացմանը, այո։ Ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվությանը հետևել։
Շնորհակալ եմ բժիշկ, կարևոր էր այն ինֆորմացիան, որ հաղորդեցիք, որովհետև իսկապես կան խնդիրներ, որոնց մենք հպանցիկ ենք դիտարկում եւ բժշկի մասնագետի ակցենտավորումը այս առումով շատ կարևոր է, շնորհակալ եմ։ Ձեզ եւս շնորհակալություն։ Մաղթում եմ առողջություն։ Այո, ես նույնպես միանում եմ ձեր մաղթանքին, հարգելի հեռուստադիտող, մաղթում ենք ձեզ առողջություն եւ սիրտանոթային խնդիրների սրացման այս շրջանում, ինչպես հաղորդեց բժիշկը, այո, պետք է նվազեցնել աղի գործածումը սննդակարգում, լինել ակտիվ եւ իսկապես, որը շատ տարածված խնդիր է, հարկ է դրան ուշադրություն դարձնել ինքնակամ դեղորայքից հրաժարվում, այսինքն այն կուրսը, որը ձեզ նշանակվել է եւ միգուցե արդեն հոգնել եք դրանից, բայց առանց մասնագետի հետ քննարկման պետք չէ այն ընդհատել։ Աշուն ձմեռ շրջանում սիրտանոթային համակարգի հիվանդությունների սրման մասին էր այսօրվա Մեդինֆորմի իմ զրուցակիցը սրտաբան էխոկարդիոգրաֆիստ Հարություն Ղազարյանն էր։ Այսքան այսօրվա համար, եղեք լավ տրամադրության եւ տոնուսի մեջ եւ հետեւեք ձեր առողջությանը, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Հայ-բելգիական արդեն վստահելի մանկապարտեզն իր երկրորդ մասնաճյուղն է բացել։ 1.5-ից 6 տարեկան փոքրիկները այստեղ ջերմ ժամանակ են անցկացնում մինչ 18:30-ը։ Բելգիական նախադպրոցական փորձը այստեղ համադրված է հայկական կրթական ծրագրին։ Բելգիական մեթոդաբանության տաժերը փոքրիկների ամենօրյա ծրագրում են։ Հյուզիների փայտիկների միջոցով մաթեմատիկայի եւ մենթալ թվաբանության ուսուցում, ազատ մտածողության խթանում, տարբեր խմբակների առկայություն, օտար լեզուների ուսուցում։ Շենքային հարմարավետ պայմաններին, եթե ավելացնենք եւս երկու առավելություն, առողջ ափսեի ներդրումը եւ երեխային տեղափոխումը, պարզ է դառնում, որ ձեր բալիկը իդեալական հոգացության տակ է։ Հայ-բելգիական պարտեզ։ Նվիրեք փոքրիկին գունավոր մանկություն։